Կյանքը լի է իրադարձություններով եւ ըստ այդմ նաեւ հույզերով։ Ինչպես մենք հաճախ ենք կրկնում, ինչքան ավելի բազմազան եւ հարուստ է մեր կյանքը, այնքան ավելի շատ է այն նպաստում զարգացմանը տարբեր մակարդակներում։ Այնուամենայնիվ, մարդկանց զգալի մասը այնուամենայնիվ այնքան էլ հուզական չեն։ Եվ դեռ ավելին, շատ հաճախ հույզերը ընթանում են նույն կարծրատիպերով, ինչպես եւ միտքը, եւ դա ցավոք սրտի գնալով ավելի ու ավելի փակում է մեր սիրտը։ Ըստ այդմ, երբ որ մենք խոսում ենք հույզերի մասին ընդհանրապես, մենք հասկանում ենք, որ դրական հույզերը կարող են ավերել կարծրատիպերը, բարձրասականները գրեթե ոչ։ Եվ եթե դրական հույզերը ըստ այդմ կարող են մի քիչ ավելի զորություն տալ մեզ, ապա բացասական հույզերը ընդհակառակը ավելի ու ավելի փոքրեցնում եւ տկարացնում են մեզ։ Որովհետև հենց բացասական հույզերը ավելի հեշտությամբ նստում են կարծրատիպային հողի վրա։ Եվ այսօր էլ մենք տեսնում ենք, թե ինչպես բացասական հույզերը, տրտմությունը, տխրությունը, հուսահատությունը ավելի ու ավելի շատ են տարածվում եւ գնալով փաստացի խեղդում են մեզ։ Եվ օգնության, ինչպես միշտ, գալիս են տարբեր արտահայտություններ անցյալից, նաեւ հոգեվոր մարդկանցից, ովքեր սովորեցնում են մեզ բոլորին պատմության խորքերից ի վեր, նպաստելով, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ մեծն խոսքեր մենք ունենք այսօր։ Հեռացրու քեզանից ամեն տրտմություն, քանզի տրտմությունը քույրն է կասկածի եւ ջղայնության։ Երմես Արաքյալ Երմես Արաքյալ, Փիլիպպոպոլսեցիների եպիսկոպոս։ Մեկն է 70 հոգուց, որոշ աղբյուրների համաձայն 72, որ բացի հիմնական 12 առաքյալներից եւս հետևում էին Տեր Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ գրականության մեջ անվանվում են աշակերտներ կամ առաքյալներ։ Չնայած հին ժամանակներից հենց իրեն են վերագրում մեջբերվող Սուրբ Գիրքը, Երմասի հովիվը, այնուամենայնիվ իրականում հեղինակի մասին ոչինչ հստակ հայտնի չէ։ Այդուհանդերձ հնուց ի վեր այս գրքի նշանակությունն այնքան մեծ էր, որ որոշ շրջանում այն անգամ Աստվածաշնչի մասն էր կազմում։ Այս հիանալի խոսքերը մեզ համար առավելագույնս կարևոր են մեր այս ժամանակներում, երբ որ տրտմությունն ինքնին եւ տրտմության զուգահեռ տարբեր, ոնց որ արդեն ասեցինք, հուսահատությունը, հանձնվածությունը եւ այլն այնքան են տարածվել, որ շատ դժվար է ընդհանրապես դրանցից դուրս գալու ճանապարհ գտնել։ Եվ այս խոսքերը մեզ համար շատ կարևոր են, որովհետեւ տեսեք, այնպես չէ, որ մենք ասում ենք, որ մենք չենք տխրում իսպառ։ Մենք ասում ենք, որ երբեմն մենք ապրում ենք թախիծ, բայց թախիծը ի տարբերություն վշտի եւ տրտմության չի փոքրացնում մեզ, այլ հակառակը, երբեմն թախիծը ունենալով իր մեջ կարոտի տար, լույսի կարոտի, ոչ թե փոքրեցնում, այլ հակառակը մեծացնում է մեզ։ Հակառակ դրան վիշտը, տրտմությունը, տխրությունը եւ այլն փակում են մեր սիրտը եւ կուրացնում են մեզ։ Եվ ինչու են կուրացնում։ Որովհետև հիմնականում տխրության եւ վշտի ժամանակ մենք դադարում ենք տեսնել եւ ընկալել, որ ցանկացած բան ինչ որ տեղի է ունենում բարձրալների կամոք, տեղի ունենում հենց հանուն մեզ, որպեսզի մենք դաս քաղենք ամեն իրադարձությունից, որպեսզի ամեն քայլափոխին ավելի ու ավելի շատ զարգանանք։ Եվ երբ որ մենք դադարում ենք դա տեսնել, փաստացի կասկածը մտնում է մեր մեջ, ու մենք սկսում ենք կասկածել Բարձրյալի արդարության հանդեպ։ Մենք սկսում ենք մտածել, թե ինչ տեղի է ունենում, ինչու է տեղի ունենում, ու մենք դադարում ենք խորհել պատճառը հետևանքային կապի մասին։ Եվ դեռ ավելին, վշտալով եւ տրտմելով մենք ջղայնություն ենք առաջացնում մեր մեջ, որովհետև նախանձով տարվելով սկսում ենք մտածել ինչու է մեր մոտ վիշտը, այլ ոչ թե մյուսների։ Եվ դրա համար այս արտահայտությունը սթափեցնում է մեզ,
Ընկալելու, որ ցանկացած բան հանուն մեզ է տեղի ունենում եւ դրա համար անգամ եթե վիշտը ինչ որ ձևով արդարացված է, այն պետք է վերափոխվի։ Ի վերջո հենց դրական հույզերին, որը մշտապես հնարավոր է։ Երբ որ պետք է, մենք կարողանում ենք վիշտը տեղափոխել եւ տրանսֆորմացնել դարձնելով դա պայքարի ձգտում եւ այդպես տարբեր դաշտերում, տարբեր ոլորտներում տրանսֆորմացնել բացասական հույզերը դարձնելով դրանք դրական։ Եվ մյուս կողմից մենք սկսում ենք ընկալել, որ հենց ուրախության զգացողությունը, որ ցանկացած բան հենց մեր զարգացման համար է, այդ ուրախության զգացողությունը երջանկացնում է մեզ ամեն քայլափոխին, բացում է մեր սիրտը եւ տալիս է մեզ զորություն։ Եվ հենց դա է կոչվում ուրախալիություն։ Եվ դրա համար եկեք փորձենք ցանկացած վիշտը հաղթահարել այս տրտմությունը եւ երջանկությամբ լցվենք, որ մշտապես մեզ հետ կա մեծագույն լույսը, որը նպաստում է, որ մեր փոքրիկ լույսերը երբեք չմարին։